մուշիկ է և ձեի պատմությունը, ինչ է քիշում, ինչ են ձեզ պատմել և այս ճանապարհը, որ խորհրդանշական է այսօրվա համար, այս ճանապարհով են 111 տարի առաջ պատկերավոր ասած անցել մեր պատերը Հայաստանության ժամանակ։ Հայաստանի գրեթե բոլոր բնակիչների պատմությունը նույնանման է, շատերի մեծ մասի գվանցյալը նույնանման է։ Ուզենայի ասել, որ ցեղասպանության ոգեկոչումը ճանաչումը, ցեղասպանության զոհերի ոգեկոչումը և ցեղասպանության ճանաչումը երկու կարևոր նպատակ ունի։ Առաջինը կանխարգելիչ նպատակ է, որ վերջապես ապագայում այդպիսի բան այլևս չկրկնվի, որպեսզի գործել են մեխանիզմներ, որ կկանխարգելեն, որպեսզի էլի չասեն, որ իրենց նավերը մեր սարերը չեն բարձրանում։ Կանխարգելման համար ամենակարևոր բանը ցեղասպանության համաշխարհային ճանաչումն է։ Իսկ մենք էլ ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ իրապես մեզ պետք է միջազգային աջակցություն։ Արցախի բռնի հայաթափումն ու տեղահանությունը արդյոք ցեղասպանության չկանխարգելվեց, չճանաչել մեր, որը չկանխարգելեց։ Այո, բայց նաև մեծ կոտորածներից խուսափելը ինչ որ առումով ցեղասպանության գծով հայ ժողովրդի աշխատանքն է սավրանել, որովհետև մենք գիտենք, որ մեր անձնակրթումները ավելի լայն էին, բայց փառք Աստծո մեր հայրենակիցները Հայաստանում են և դա հենց այն քայլերն է, որ ցեղասպանության ճանաչման համար արվել է հայ ժողովրդի կողմից։ Ամենակարևոր բանը, որ երկրորդ բանը, որ դա զուտ թվեր չեն, մարդկային ճակատագրեր են, մարդիկ ովքեր չեն փոխել իրենց հավատը, չեն փոխել իրենց ազգը, ազգային լեզուն և այդ պատճառով ենթարկվել են սպանդի։ Դա մեծ նշանակություն ունի հայերի համար մինչև այսօր և մեզ համար շատ տարօրինակ է, որ 1,5 միլիոն ճակատագիր մեր հայրենակիցների, մեր նախնիների ճակատագիր ինչ-որ մարդիկ կարող են սարքել քաղաքական իրենց այսօրեական խնդիրներ լուծելու համար խաղարկում։ Իսկ երբ որ այս ժամանակի քաղաքականության ասում են փակեք այդ ամեն ինչ մոռացած պատմությունը մի կողմ դրեք, ապրեք այսօրը դա ինչ հետևանքներ ունեն թողնել պատմությունը մոռանալ։ Երկու հետևանք, առաջինը վաղը կարող են ոչ մի երաշխիք չկա, որ վաղը մյուս օրը մենք պաշտպանված կլինենք այնպես իրավական առումով, որ հակառակորդ երկրները չեն օգտագործի և իրենք նոր պահանջներ չեն դնի, այսօր մենք տեսնում ենք Ադրբեջանը նոր տերմիններ է հնարում, ադրբեջանցիների ցեղասպանություն և այլն, և հասկանում ենք, որ նրանք օգտագործելու են այդ խաղացումը, նրանք օգտագործելու են 300,000 ադրբեջանցիներ Հայաստանում բերելու խաղացումը։ Ես ուզում եմ շատ կարևոր բան ասեմ։ Հայաստանում ցեղասպանության ժամանակ, ինչպես մեր նախնիները պատմել են, շատ մեծ վնաս են տվել հայերին, տեղում հարևանությամբ բնակվող այն տարրերը, ովքեր թշնամական էին տրամադրված հայերի հանդեպ, ոչ միայն պետությունը, այլ ինչ-որ տարրեր, և 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալը, դա մեծ վտանգ է մեր երկրի ներքին խաղաղության և մեր երեխաների ապագա անվտանգության համար։